Հայաստանի ժողովրդի համախմբումը իրական Հայաստանի գաղափարախոսության շուրջ մեզ հիմք է տալիս համոզված լինելու, որ մենք այլևս չենք մտնի փակուղի։ Այս մասին 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին նստաշրջանի շրջանակում կառավարության 2026-31 թվականների ծրագիրը ներկայացնելիս իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա միաժամանակ նշել է, թե պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրել, իսկ Ադրբեջանը պետք է դադարի Հայաստանում Ադրբեջան փնտրել։ Եվ հաստատված խաղաղությունը հարատև դարձնելու համար կարևոր է խաղաղություն հաստատել սոցիալ-հոգեբանական մակարդակում։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է մեկ բան, որ թե մենք, թե Ադրբեջանը պետք է առերեսվենք, հաշտ լինենք այն փաստի հետ, որ անկախ Հայաստանի տարածքը նույնական է խորհրդային Հայաստանի տարածքի հետ, անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ։ Ոչ ավել, ոչ պակաս։ Օգոստոսի 8-ի առաջին տարեդարձի առիթով հղած իմ ուղերձում եմ ասել, որ խաղաղությունը անշրջելի եւ հարատև դարձնելու համար անհրաժեշտություն է Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի եւ Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում արևմտյան Ադրբեջանի եւ արևմտաադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին խոսույթները չշարունակելը, այդ խոսույթներին վերջ դնելը։ Սա հարց է, որը թե Հայաստանում, թե Ադրբեջանում հասցեագրելու անհրաժեշտություն կա հանուն մեր սերունդների խաղաղ համակեցության իրավունքի։ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների խաղաղությունն ու խաղաղ համակեցությունն է այն իրավունքը, որ մենք այսօր պետք է առարկայացնենք եւ հետապնդենք եւ պետք է կարողանանք հաղթահարել սրան հակասող որևէ խոսույթ եւ գործողություն։ Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրել, Ադրբեջանը պետք է դադարի Հայաստանում Ադրբեջան փնտրել։ Մենք մտադիր ենք Եվրամիության հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում։ Կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս ասել է վարչապետը. Հայաստանը այսօր միակ երկիրն է, որի հետ Եվրոպական միությունը վիզաների ազատականացման ակտիվ բանակցություններ է վարում։ Եվ մենք մտադիր ենք Եվրամիության հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում։ Հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ, գաղտնիք չեմ բացի ասելով, որ Եվրոպական միության հետ մեր հարաբերությունների մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել Ռուսաստանի Դաշնությունը։ Իմ կարծիքով Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացումը իրականում առիթ է տվել դրան եւ դրա խորքային պատճառը չէ։ Իսկ Ռուսաստանում առաջացած մտահոգությունների հիմնարար պատճառը այն տրանսֆորմացիան է, որ սկսվել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Ընդ որում, այդ տրանսֆորմացիան ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքն է, այլ մեջ հաշվով բնական գործընթաց։ Մի բան է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունը հակամարտության պայմաններում եւ բոլորովին այլ բան այն պայմաններում, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում լարվածություն ընդհանրապես չկա եւ հեռանկարը դրական է։ Մեր հիմնական նպատակը եւ ուղերձը հետեւյալն է, որ մենք ի վերջո արձանագրենք մեր քաղաքական ու հանրային տեսլականը բարեկեցության հասնելու մեթոդի մասին, որ աշխատանքը բարեկեցության հասնելու միակ մեթոդը պետք է լինի։ Այս մասին խորհրդարանում պատասխանելով քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր ազգային ժողովի աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանի հարցին հայտարարել է վարչապետը. Որպես կառավարության ղեկավար կուզեի, որ մեր քաղաքացիները անձամբ ձեզանից լսեին, թե ինչ ենք դնում այս ամենի հիմքում եւ ինչ հանձնառություններ ունենք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար։ Մեր հիմնական նպատակը եւ ուղերձը հետեւյալն է, որ մենք ի վերջո արձանագրենք մեր քաղաքական եւ հանրային տեսլականը բարեկեցության հասնելու մեթոդի մասին, որ աշխատանքը բարեկեցության հասնելու միակ մեթոդը պետք է լինի եւ աշխատանքը պետք է մեր ռազմավարական տեսլականն է, որ մեր իրականության մեջ աշխատանքը միշտ ասոցացվում է չարչարանքի հետ, որ աշխատանքի արդյունքում դու պետք է ունենաս սոցիալական ապահովության կարիք։
Դա ինչ որ առումով խորհրդային մտածողություն է, որովհետև աշխատանքը եւ սոցիալական ապահովությունը շատ իրար հետ կապված չէին։ Դրանք զուգահեռ process-ներ են, մենք ուզում ենք այս տրամաբանությունը փոխենք։ Բայց իհարկե մենք հասկանում ենք նաև մտահոգությունները եւ կառավարության մեջ էլ այդ մտահոգությունը կար, որ չլինի թե տպավորություն ստեղծվի, թե կառավարությունը եւ պետությունը իր սոցիալական պարտավորություններից ուզում է խուսափել։ Ոչ, ընդհակառակը։ Նախ մենք ամենակարևոր սոցիալական պարտավորությունը կառավարության համարում ենք այն, ինչը արտահայտել ենք մարդը պետք է ուժեղացնի պետությունը, պետությունը պետք է ուժեղացնի մարդուն կարգախոսի կամ ձևակերպման մեջ։ Մենք մտածում ենք, որ ուժեղ մարդը կրթված մարդն է։ Իսկ այն մարդը, որ իր կրթությամբ կարող է անել աշխատանք, որը կարող է ապահովել իր բարեկեցությունը։ Բայց մենք հասկանում ենք նաև, որ սոցիալական որոշակի շերտեր կան, ում բոլոր դեպքերում պետությունը պետք է սոցիալական ծառայություններ մատուցի։ Մեր տեսլականն է, որ աշխատունակ մարդկանց տոկոս չասեմ, մաքսիմալ տոկոսը իր աշխատանքով կարողանա վաստակի։ Եվ երբ որ մենք ծախս ենք անում նման քաղաքացիների համար, այդ ծախսը առաջին հերթին ուղղված լինի աշխատանքի շուկայում նրանց մրցունակության բարձրացմանը, որ այն ինչ որ մենք իրենց տալիս ենք որպես սոցիալական աջակցություն կամ ենթադրվում է որ պիտի տայենք, մենք նրան աջակցենք, որ ինքը իր աշխատանքով դա վաստակի։ Երիտասարդների քառյակում 4-ն էլ երաժշտություն մանկուց են սիրում, բայց 4-ն էլ երաժշտական կրթություն չունեն, կատակում են, սլուխ բենդ պիտի իրենց խումբն անվանեին։ Ես մասնագիտությամբ վարսավիր եմ, բարբեր, Դավիթը սպասարկման մասնագետ է, Գորը ինժեներ ծրագրավորող, իսկ Նարեկը հոկեբան է սովորում։ Երիտասարդները խոստովանում են գուցեև այդպես էլ չկազմակերպվեին, բենդ չկազմեին, եթե վարչապետը չլիներ։ Երիտասարդական երաժշտական մրցույթ փառատոնի մասնակցելու հնարավորությունը նրանց խանդավառեց խումբ ձևավորել իրենց հեղինակային երաժշտությունը ներկայացնել։ Շատ լավ շոու ենք անելու այսօր։ Սևանա լճի ափին փշատերևների հովանու ներքո մրցութային ելույթներից առաջ երկդու երաժշտության ձայներն ամեն անկյունից են, մասնակիցները շարունակում են փորձերը, վերջին շտկումներն անում, այս փակ վրանից լսվող նոտաները շրջանցել, անցնել չեն թողնում։ Տոկ-տոկ։ Այո։ Ոչինչ, սենց ասպասելի ներքո։ Այո, համեցեք։ Սարյան բենդի անդամների հետ ենք ծանոթանում, նրանք էլ երաժշտության ասպարեզում նոր իրենց ներկայացնող խմբերից են։ Հենց վարչապետի կոչից հետո միանգամից համախմբվեցինք մի գաղափարի շուրջ, շատ համախմբող նախ ուժ ուներ այս ամբողջ ֆեստիվալը, սա մեզ համար առիթ էր ինքնադրսևորվելու, ընդհանուրի մեջ մեր գույնը գտնելու։ Երգչախմբային ու նվագախմբային մասերով են հանդես գալու երկու հայտի ստեղծագործությունների իրենց մեկնաբանությամբ Աստոր Պիացոլայի Լիբերտանկոն դրանցից մեկն է։ Ֆանտաստիկ ամառ էր։ Վարչաֆեստ 2026-ը երիտասարդ խմբերին բացահայտելու աջակցելու մեծ հնարավորություն է ամենամյա մշակութային ավանդույթ դառնալու հեռանկարով։ Կառավարության ընձեռած առաջարկը մեծ արձագանք գտավ։ Մրցույթ փառատոնին մասնակցելու համար 100-ից ավելի հայտ է ներկայացվել։ Մասնագիտական հանձնախումբն ընտրել է նախ 50-ին, հանրապետության ամենատարբեր հասցեներում կենթանի լսումներից հետո արդեն 20-ին որպես եզրափակչի մասնակիցներ։ Մրցութային ելույթներից հաշված ժամեր առաջ ժյուրիի կազմը բոլոր խմբերին մասնագիտական ու պարզապես մարդկային վերջին խորհուրդներն է տալիս, դրանց հարցերին պատասխանում եւ հորդորում։ Բեմից անկեղծ լինել, ներկաներին իրական տոն նվիրել, զգացմունքներ տալ ու փոխադարձաբար հանդիսատեսից ստանալ։ Իմ երիտասարդ տարիքում շատ կերազեի sense մի հատ հնարավորություն պետությունը ընձեռներ, որ մենք կարողանայինք հանդես գալ, պետական աջակցություն ունենալ։ Սևան ֆեստիվալ City տարածքում երիտասարդ մելոմանների կողքին նրանց մտերիմներն են երկրպագուները ու բազմաթիվ մարդիկ, որ այսօր եկել են տոնական ռիթմը կիսելու, Կապուտակի ափին օգոստոսյան անմոռանալի մի օր վայելելու ափին թե ջրում պոզիտիվն ամենուր է։ Տիկին Ռոզալիայի հետ ենք ծանոթանում, պարզվում է, որ Սևանի այս հեռու ափը վաղուց են ճանաչել, մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումյանի ընտանիքի հետ մտերիմ են եղել, հենց նրանց առաջարկով ու նրանց հետ են եկել։ Ափը ամայի էր, ամբողջ դատարկ վրաններով, մնում էինք այստեղ, վայրի ափեր։ Գրեթե 30 տարի այս կողմերում չի եղել, վարչաֆեստի հրավերը երբ լսեց, նույն պահին որոշեց գալու է։
Ես հերոստացույցով լսեցի եւ ցանկություն առաջացավ, սիրտս վկայեց, ուզեցի գալ տեսնել մեր ափերը ինչ են եղել եւ հիացա, որ ամեն ինչ ծաղկել է։ Մինչև համերգային ծրագրի մեկնարկը տոնական ափ են ժամանում նաև կառավարության ղեկավարը, ներկայացուցիչները, վարչապետ Փաշինյանը նախ շրջում է վարչապետի շրջանակում բացված տաղավարներով, շփվում տեղական արտադրողների հետ։ Մրցութային համարներից առաջ համերգային ծրագիրն է, ճախրուկ էթնոերաժշտախումբը, Լավելի եւ Կամի Ֆրենդս բենդերն են բեմում իրենց կատարումներով։ Համերգային ծրագրի երկրորդ մասի հերոսներն արդեն մրցույթի մասնակից խմբերն են, օրեր շաբաթներ ձգված հույզերին ու սպասումներին էմոցիոնալ ու կատարողական ճիշտ ազատություն տալու ժամանակն է։ Մրցութային ելույթներից հետո բեմն արդեն հատուկ հյուրերին է, մինչ ամփոփվում էին ժյուրիի եւ հանդիսատեսի քվեարկության արդյունքները, երեկոյի տոնական ռիթմերին նաեւ վարչաբենդը միացավ։ Վարչաբենդին անձամբ վարչապետն է բեմ հրավիրում ու մինչև հարվածային գործիքին մոտենալը խոսում վարչաֆեստի շարունակականության մասին։ Այո, այդպեսի գաղափար կա, որ մյուս տարի նույնպես ամենամյա լինի այս միջոցառումը եւ ընդհակառակը երեք երբ որ մենք եկանք մթնոլորտը տեսանք, միջավայրը տեսանք, նաեւ մտադրություն կա, որ ընդլայնել ավելի ընդարձակ մշակութային միջոցառում դարձնել եւ մենք այդ հնարավորությունը նույնպես կքննարկենք եւ որոշման մասին կասենք։ Եվ հիմա նաև համոզված եմ, որ հանդիսատեսի քվեարկության եւ ժյուրի որոշման արդյունքում կհաղթեն լավագույնները եւ մենք լավագույններին եւ ոչ միայն լավագույններին կտեսնենք առաջիկայում։ Իմիջիայլոց մի այսպիսի գաղափար կա, որ տարեվերջին մենք վարչաֆեստի լավագույն մասնակիցների մասնակցությամբ գալա համերգ կազմակերպենք, որտեղ դեռ չգիտեմ, բայց կարծում եմ դա լավ կլինի, որպեսզի այսօրվա միջոցառումը նաև զարգացում ստանա։ Վարչաբենդն արդեն բեմում է իրական Հայաստան հայտնի հիթից զատ հանդիսատեսին ներկայացնելով նաև պրեմիերաներ։ Եվ ահա սպասված պահը բոլոր բենդերը բեմում են ու սրտատրոփ սպասում են արդյոք կհնչի իրենց խմբի անունը լավագույնների շարքում։ Երրորդ տեղը զբաղեցրեց եւ 1 միլիոն դրամ պարգևատրման արժանացավ Ֆոլկաստիկ բենդը։ Երկրորդ հորիզոնականում 2 միլիոն դրամ մրցանակով Նուշ բենդն է, իսկ պատվավոր առաջին տեղը եւ 3 միլիոն դրամ մրցանակը Դոֆամին բենդինն է։ Grand Prix ստանում է Red Line-ը Կապանից։ Փառատոնի գլխավոր Grand Prix մրցանակի հաղթողի անունը հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Red Line Վարչաֆեստ 2026-ն ավարտվեց ոչ միայն հույզերի, այլև իրական հրավառությամբ Սևանի ափին մեկնարկած երիտասարդական երաժշտական այս տոնն ապացուցեց, որ ունի բոլոր նախադրյալները դառնալու ամենամյա ու սպասված իրադարձություն հայաստանյան մշակութային կյանքում։ Ժավելի սպիրտից միջև Բաքու մաճացում, կոնֆետանման տեղերից միջև Վիշնևսկ ու Քսուկ։ Մեկ ակնթարթ եւ այս վտանգավոր նյութերը հայտնվում են երեխաների ձեռքում, այնուհետև բերանում, այնուհետև նրանք են հայտնվում այստեղ թունաբանության բաժանմունքում։ Դավիթը, Սոֆյան, Արամը, այստեղ բոլորը մի փոքր ավելի ժիր ու շարժ ունեն, ավելի հետաքրքրասեր ու արագաշարժ, ճիշտ բոլոր երեխաների նման։ Ինքը շատ չար բալիկ է ու բորկա ենք անում տանը։ Ըստ երևույթին ներքևն եմ թողել դոմեստոսը, ու ինքը մինչև ես մնացած գործերն էի անում, վերցրել է շիշը, ենթադրում ենք, որ խմել է։ Այդ միայն հիմա է 1.5 տարեկան Սոֆիայի մայրիկը պատահածի մասին ժպտալով պատմում, տեսարանը վերհիշել անգամ չի ուզում։ Իր ձեռքն էր շիշը ու ինքը փսխում էր անընդհատ, արդեն չեմ հիշում, ոնց եմ հասել տուն, ոնց եմ իրան գրկել միանգամից։ Թրել ենք հիվանդանոց։ Սոֆիայի կողքի մահճակալին նրանից 1 ամսով փոքր Դավիթը ժավելի սպիրտի շիշն է շփոթել իր սիրած հյութի շշի հետ։ Ինքը հայատը խաղալուց այլ է մտել է բաղնիկը, որ լվաս ինքը շատ է սիրում ջրի հետ խաղալ։ Այդ պահին վերցրել է շիշի մացել է սոկա ու կուլա տվել, սիրտը խաղալը հետա տվել։ Իսկ թե մյուս փոքրիկը ինչպես է հաջողացրել Վիշնևսկ ու Քսուկը բերանը տանել, մայրը հիմա միայն կարող է ենթադրել։ Երեխան սենյակում քնած էր, մահճակալի կողքի դարակի վրա Վիշնևսկ ու Քսուկ կար։ Այս մասերը բոլոր Վիշնևսկու այդ մազն էր, հապել էր։
Դե հնա երևի կուր չի տվե, բայց ամբողջ բեանում սա թմազն էր ու ավոր հոտ էր գալիս։ Երեխան ոչ թե բացել, այլ կծել է քսուկի տարան, որն էլ վնասվել ու Վիշնևսկու քսուկը լցվել է բերանը։ Այսպիսի եւ շատ ավելի անհավանական դեպքերի անընդհատ են ականատես լինում այստեղ։ Ունենում ենք բազմակի դեպքեր, օրինակ այրող քայքայող նյութերը, դրանք առավել վտանգավոր են եւ ունենում ենք տեղային վնասումներ բերանի լորձաթաղանթի, կերակրափողի, ստամոքսի։ Ինչ վերաբերում է դեղորայքային թունավորումներին, ապա դեղորայքից առավել շատ երեխաները գործածում են, պատահաբար խմում են ցավազրկողներ, ջերմիչեցնողներ, հաճախ լինում են նաև սիրտանոթային համակարգի վրա ազդող դեղորայքը։ Իսկ ազդեցությունը բարդությունների տեսքով հաճախ դրսևորվում է ոչ միայն անմիջապես, այլև որոշ ժամանակ անց։ Այս դեպքերում անհրաժեշտ է լինում, որ գործին միանան նաև վիրաբույժները։ Առաջին մի քանի ժամերի ընթացքում երեխան կարող է իրեն բացարձակ լավ զգալ, բայց եթե դանդաղ ազդող դեղորայք է, երևույթները կարող են սկսել ավելի ուշացած։ Այս փոքրիկը բնականաբար ինքը չէ սխալմամբ գործածել մոմիկը։ Երիտասարդ մայրիկն է 1 ամսական երեխայի ջերմությունը իջեցնելու համար սխալմամբ մեծահասակների համար նախատեսված չափաբաժնի մոմիկը տեղադրել։ Նրա եւ այստեղ գտնվող մնացած երեխաների կյանքին վտանգ չի սպառնում, բայց սա շատ արագ բուժկենտրոն հասցնելու մեր բժիշկների պրոֆեսիոնալ ու օպերատիվ աշխատանքի շնորհիվ միայն։ Խոսելով թունավորումների մասին, շատ կարևոր մի առանձնահատկություն նշենք, որ իհարկե թիրախային խմբում գտնվում են մինչև 6 տարեկան երեխաները։ Այն տարիքային խումբը, երբ երեխան զարգանում է, ճանաչում է աշխարհը եւ ցանկացած իր կարող է պատճառ դառնալ թունավորման։ Հետևաբար կանխենք թունավորումները ոչ միայն արգելելով այս կամ այնտեղ մոտենալ, այլ սովորեցնելով։ Եկեք բոլորս լինենք պատասխանատու մեր երեխաների համար առողջ եւ անվտանգ միջավայր ստեղծելու հարցում։ 2023 թվականին կենցաղային նյութերով ու դեղերով երեխաների թունավորման 681 դեպք է արձանագրվել, 2024 թվականին 758, 2025 թվականին 817։ Իդեպ 2026 թվականի առաջին կիսամյակի վիճակագրությունն արդեն գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի վիճակագրական ցուցանիշը։ Ուկրաինայի անկախության 35-ամյակի առթիվ Կիև են ժամանել տարբեր երկրների ղեկավարներ։ Նրանց թվում է Էնդի Բըրնհեմը, որը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում իր օտարերկրյա առաջին այցն է կատարել։ Բրիտանիայի կառավարությունը MBDA պաշտպանական ընկերությանը թույլ է տվել գաղտնազերծել սկալփերահար հրթիռների բաղադրիչների վերաբերյալ տեղեկատվությունը, որը թույլ կտա դրանք արտադրել հենց Ուկրաինայի տարածքում։ Ուկրաինային անկախության առթիվ շնորհավորել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները հանձնառու է երկրի ինքնիշխանությանը եւ կշարունակի ջանքեր գործադրել ռուս-ուկրաինական հակամարտության բանակցային կարգավորման համար։ Իսկ օգոստոսի 23-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին 6 երկկողմ հանդիպում է անցկացրել Սկանդինավյան եւ Բալթյան երկրների ղեկավարների հետ։ Օրակարգում է եղել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացումը պաշտպանական արդյունաբերության ոլորտում գործակցության ընդլայնումը։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական ուժերը պաշտպանում են Դոնեցկի մոտ 20%-ը, այդ թվում ռազմավարական նշանակություն ունեցող Սլավյանսկը եւ Կրամատորսկը։ Նա չի բացառել, որ Մոսկվան փորձ կանի ներխուժել նաեւ Ուկրաինայի հյուսիսային Խարկովի եւ Սումիի շրջաններ։ Նրա խոսքով Ռուսաստանը Բրյանսկի մարզում սահմանի մոտ կենտրոնացրել է ռազմական տեխնիկա։ Զելենսկին հերթական անգամ պնդել է, որ Ռուսաստանը սեպտեմբերի Պետդումայի ընտրություններից հետո ամենայն հավանականությամբ կմոբիլիզացնի եւս 300,000 զինվոր։ Սակայն ըստ Զելենսկու խոշոր քաղաքներում մոբիլիզացիա տեղի չի ունենա։ Ուկրաինայի նախագահը նաև ընդգծել է բալիստիկ հրթիռների անհրաժեշտությունը, նշել կա Փետրիոտ համակարգերի հրթիռների մատակարարման նվազման միտում, եւ դա կախված է հիմնականում ամերիկյան կողմից։ Նրա խոսքով 2023 թվականի 675 հրթիռի համեմատությամբ այս տարի Կիևը վերջնարդյունքում կստանա 264-ը։ Իսկ Ռուսաստանը, ինչպես նշել է Զելենսկին, տարեկան կարող է արտադրել մոտ 1300 բալիստիկ հրթիռ։ Նա նաև հայտարարել է, որ պատերազմի պայմաններում երկրում ընտրությունների անցկացումը կործանարար հետևանքներ կունենա։ Միևնույն ժամանակ մարտադաշտում իրավիճակը լարված է։ Ուկրաինական կողմը թիրախավորել է Օզոն ընկերության ենթակառուցվածքները Կրասնոդարում, Դաղստանում, Ադիգեայում եւ Ստավրոպոլի երկրամասում։ Բռնկվել են հրդեհներ, կանտուժացներ։ Կրասնոդարում հարվածի տակ է հայտնվել նաեւ մասնավոր մանկական կենտրոն, 2 երեխա զոհվել է։ Իսկ Ռուսաստանը հրթիռներով եւ անօդաչուներով հարվածել է Օդեսայի մարզին։ Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության Յուժնի նավահանգստում թիրախավորվել են վառելիքի բաքեր, ռազմական նշանակության պահեստարաններ եւ վառելիքով ու քսանյութերով բռնված լցանավ։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սկոտ Բեսենտը հայտարարել է, որ օգոստոսի 24-ի լուսաբացին մեկնարկում է Իրանի դեմ ֆինանսական ամենախոշոր գործողությունը, որը Վաշինգտոնն անվանում է տնտեսական D-Day։ Այն համեմատելով երկրորդ աշխարհամարտի ժամանակ Նորմանդիայում ամերիկա-բրիտանական զորքերի ափանման հետ։ Բեսենտի խոսքով նպատակն է կտրել Իրանի բոլոր տնտեսական կենսապահովման շղթաները, մինչև Թեհրանը մենակ մնա։ Պաշտոնյան շեշտել է, նրանք, ովքեր վախենում են մարտահրավեր նետել Իրանին, պետք է նաև չանտեսեն Վաշինգտոնի համբերությունը փորձելու գինը։ Իրանից արձագանքել են այս հայտարարությանը։ Երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմի շարունակման դեպքում անգամ մեկ կաթիլ նավ չի արտահանվի Հորմուզի նեղուցից կամ Պարսից ծոցի որևէ այլ վայրից։ Նա շեշտել է, ցանկացած երկրի մասնակցությունը կամ աջակցությունն ամերիկյան տնտեսական պատերազմին Իրանը կդիտարկի որպես իր ժողովրդի դեմ պատերազմական գործողություն։ Չինաստանի հարավ-արևմտյան ափեր է հասել Նարա թայֆունը, Գուանսիի տարածաշրջանում հեղեղելով ճանապարհներ, շենքեր եւ ցանքատարածություններ։ Իշխանությունները շուրջ 55,000 մարդու են տարհանել։ Թայֆունը տեղատարապ անձրևներ է առաջացրել նաեւ Վիետնամի հյուսիսում։ Մեկ մարդ զոհվել է, հազարավոր մարդիկ տարհանվել։ Փակվել են դպրոցները, տեղի են ունեցել էլեկտրամատակարարման խափանումներ։ Առաջիկա օրերին տեղատարապ անձրևները կշարունակվեն։ Սյուզաննա Չրաղյան։ Գավառ քաղաքի բարեկամության փողոցը հիմնանորոգվում է։ Աշխատանքները մեկնարկել են օգոստոսի առաջին կեսին։ Շուրջ 900 մետր երկարությամբ փողոցի ասֆալտապատմանը զուգահեռ նաև մայթեր են կառուցվում։ 600 գծամետր հատվածում արդեն տեղադրվել են բազալտե եզրաքարեր, որին հաջորդելու է սալիկապատումը։ Փողոցը ունենալու է նաև ջրահեռացման համակարգ։ Ընդհանուր մակերեսը 12500 քառակուսի մետրի ասֆալտապատման, ունենք ջրահեռացման վարկեր 250 հատ, տեղադրվել են 50-60 վարկեր եւ 30-34 վարկեր, որոնք տեղադրվել են այս պահին։ Կատարվել է հողային աշխատանքները, հանվել են հողային պաստառը, տեղադրվել է ավազային շերտ, խճային նեմք եւ բիտումով ներծում է կատարվել։ Այս պահին ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ։ Բարեկամության փողոցի հիմնանորոգումը կատարվում է կառավարություն համայնք համատեղ ֆինանսավորմամբ Գավառի 2026 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Այս նպատակով ծախսվելու է 194 միլիոն դրամ, որի 55%-ը հատկացվելու է համայնքի, 45%-ը պետական բյուջեներից։ Փոշին է չնստի գլխներից։ Առաջինը իր դատողները տոքսիկիներով ասում ինչին կարում։ Մենք շնորհակալ ենք այդին մեր քաղաքապետ Ընկեր Մարտիրոսյանին։ Շնորհակալ ենք, որ այս սիրուն գործը կատարում եք մեր թաղամասում։ Ինչ այս գործողությունը կատարվել է մի 40 տարի առաջ։ Մենք շատ երկար ենք սպասել այս օրվան, շատ լավ մեծ աշխատանքներ են կատարվում, փոշուց կեղտից բարեկարգվում է փողոցը, անչափ շնորհակալ ենք ղեկավարությանը, որ ունեցանք այսպիսի բարեկարգված փողոցներ։ Ծրագրում ներառված են նաև բարեկամության փողոցի 14-րդ նրբանցքը, բարեկամության փողոցի շարունակություն հանդիսացող կաբելագործների առաջին փողոցը և Զորավար Անդրանիկի փողոցի 4-րդ նրբանցքը։ Այս հատվածներում շինարարությունը կմեկնարկի բարեկամության փողոցի հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո։ Ճանապարհաշինարարների վստահեցմամբ մինչև օգոստոսի վերջ նախատեսում են ավարտել աշխատանքները։ Ալբերտ Մանուկյան, Սարգիս Սալավերդյան։ Ներքին գործերի նախարարության, քրեական ոստիկանության, Գեղարքունիքի մարզային վարչության եւ համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գավառ համայնքի 64-ամյա բնակիչը ապօրինի պահում է զենք, զինամթերք եւ թմրամիջոց։ 64-ամյա տղամարդը օգոստոսի 20-ին ձերբակալվել եւ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 64-ամյա տղամարդու ավտոտնակում հայտնաբերվել են ինքնաձիգ F1 տեսակի 2 նռնակ, նռնակի պայթուցիչներ, լուսաձայնային եւ մեկնարկային 2 ատրճանակ, 2 սվին-դանակ, տարբեր տեսակի եւ տրամաչափի փամփուշտներ, թմրամիջոցի նմանվող զանգվածով 3 փաթեթ, ընդհանուր 20 գրամ քաշով, իսկ բակում հայտնաբերվել է կանեփի 57 թուբ։ Նախաքննությունը շարունակվում է։ Օգոստոսի 20-ի առավոտյան համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնեց, որ գիշերը հանել տարել են Արարատյան փողոցում կայանված իր 5 ավտոմեքենաների զույգ համարանիշները։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվեց, որ գողությունը կատարել են օտարերկրացի 3 տղամարդիկ, որոնք Հայաստանում չունեն մշտական բնակության վայր։ Հետագա միջոցառումների արդյունքում նույն օրը ժամը 14-ի սահմաններում 3-ն էլ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին բաժին։ Գողոնը հայտնաբերվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, մասնավորապես խոշոր խմբաքանակների հայտնաբերումն ու իրացման շղթաների խափանումը ներքին գործերի նախարարության գործունեության առանցքում է։ Այդ ուղղությամբ ոստիկանությունը պարբերաբար իրականացնում է օպերատիվ հետախուզական թիրախային միջոցառումներ եւ համալիր գործողություններ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք իրենց կողմից կառավարվող տելեգրամյան ալիքների միջոցով զբաղվում են թմրամիջոցների իրացմամբ։ Ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելով նույն բաժնի ծառայողները շուրջը հսկողություն եւ դարանակալներ են իրականացել վերնշված օգտատերերի բնակության հասցեներում։ Քրեական ոստիկանների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում նրանցից մեկը հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է վարչություն։ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված քրեական վարույթի շրջանակներում խոզարկություններ են իրականացել մի շարք անձանց բնակության հասցեներում, որի արդյունքում տելեգրամյան օգտատերերից մեկի բնակության հասցեից հայտնաբերվել է 2 կիլոգրամ 610 գրամ ընդհանուր քաշով մետամֆետամին տեսակի թմրամիջոց, տարբեր անձանց բնակության հասցեներից հայտնաբերվել են մետամֆետամին տեսակի թմրամիջոցներ, կանեպի բույսեր, ինչպես նաև 8.170.000 ՀՀ դրամ գումար եւ 4500 ԱՄՆ դոլար։ Հետագա միջոցառումների արդյունքում 7 անձ ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է հասցեական պայքարը թմրամիջոցների անօրինական շրջանառության եւ դրանց տարածման ցանցերի չեզոքացման ուղղությամբ։